Գյուղի ներքևից էր, օդ էին կրակում գյուղի վրայով բաց բարձը։ Երկու անգամ, ամեն անգամ մի 10 հատ։ 10 հատիկ էլի։ Սյունիքի մարզի Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն է Ազատությանը պատմում, այս գիշեր դարձյալ ադրբեջանական կողմից կրակոցներ են լսել։ 10-20 12 Ինտենսիվ էր։ Չէ, ընդհատվող։ Լավացություն չկա, մարդիկ իրաց բնական ունով աշխատում են, կրակոցների միշտ համարյա ալնում է։ Խոզնավարի հարևան Խնածախի բնակիչ Կամելա Օհանյանն ասաց, գիշերն իրենց գյուղում եւս լսել են կրակոցների ձայները։ Առաջվա նման տենց շատ չէ, բայց կրակել են։ Նույն ժամերը 10-20, 12-2 քանի, տարբեր ժամերի գիշերվա կեսերն էլի։ Երկարատև էր։ Չէ, երկարատև չի եղել։ Կարճ տևում, բայց կրակել են։ Գյուղացիներն ու տարբեր օգտատերեր կրակոցների մասին արդեն 2 շաբաթից ավելի է ինչ ահազանգում են։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունից այսօր եւս փոխանցեցին։ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն ոչ թիրախային կրակոցներ, եւ որ բազմիցս հայտարարել են հրադադարի ինտենսիվ, էական կամ նպատակային ու թիրախային խախտումների դեպքում հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Մեջբերում Ազատությանն ուղարկված Պաշտպանության նախարարության պաշտոնական պատասխանից։ Երբ լինում են թիրախային կրակոցներ, ինչպես օրինակ մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակելի տան ուղղությամբ, Պաշտպանության նախարարությունն այդ մասին պատշաճ հաղորդում է։ Պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ, վերլուծություններ են։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին ուղիղ հայկական կողմին է մեղադրել։ Այսօր եւս պնդեցին, թե 3 երեկոյան ժամերից մինչև այսօր լուսաբաց հայկական ստորաբաժանումներն ընդհատումներով ինտենսիվ կրակ են բացել Ադրբեջանի բանակի դիրքերի վրա, օգտագործելով հրաձգային զենք։ Ըստ այս հայտարարության Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները պատասխան գործողություններ են իրականացրել։ Երևանից հերքեցին այս պնդումները։ Մեջբերում պաշտպանության նախարարության հայտարարությունից։ Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Սահմանային կրակոցների մասին ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էր շաբաթ օրը Facebook-յան իր էջում գրել մեջբերում. Հուսով եմ պաշտպանության նախարարությունը շատ արագ տեղեկություն կտա Ադրբեջանի կողմից սահմանին արդեն 1 ժամից ավելի շարունակվող ինտենսիվ հրաձգության մասին։ Այս գրառման ներքևում հնչող հարցերին, թե որ ուղղությամբ նա չէր պատասխանել։ Այսօր Ազատության հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ, Խնածախ, Խոզնավար համայնքներում բնակվող իրենց թիմակիցներից է այդ տեղեկությունը ստացել։ Առաքելյանը հիշեցրեց, որ նախքան այս էլ մամուլը ավելի քան 2 շաբաթ շարունակ գրում էր, որ սահմանին կրակոցներ են հնչում։ Տեղացիները հաստատում էին դա, բայց պաշտպանության նախարարությունը միայն 7-8-րդ օրը պաշտոնապես հաստատեց այդ տեղեկությունը։ Այսպես պաշտպանության նախարարության հանդեպ անվստահությունը մեծանում է, նկատում է նա։ Հերթական անգամ ականատեսանք են, որ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածում, սրանով փորձ է անում այդ տեղեկատվությունը թաքցնել հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը չվնասելու նպատակով։ Կրակոցների մասին տեղեկությունները Ադրբեջանի պարբերական մեղադրանքները սկսվեցին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից մոտ 1 շաբաթ անց։ Այսօր պաշտպանության նախարարությունը դարձյալ հիշեցրել է վարչապետի աշխատակազմի առաջարկությունը հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։